Հունիսի 30-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ներքին գործերի նախարարությունում կայացել է դիմավորման հանդիսավոր արարողություն, հնչել են երկու երկրների օրհներգերը։ Հայաստանի եւ Վրաստանի ներքին գործերի նախարարները ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական հանդիպմանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է Սուլխան Թամազաշվիլիին Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթելով արդյունավետ գործունեություն։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Վրաստանի բարեկամական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության եւ երկարամյա արդյունավետ համագործակցության վրա։ Ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան-Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում եւ ընդգծել, որ բարձր է գնահատում Հայաստանի եւ Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։ Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը շարունակվելու է ամրապնդվել եւ զարգանալ։ Հայաստանի եւ Վրաստանի ներքին գործերի նախարարները ընդգծել են նաեւ Հարավային Կովկասում կայուն խաղաղության պահպանման կարեւորությունը։ Սուլխան Թամազաշվիլին ի նշան բարեկամության Արփինե Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությանը հրավիրել է Վրաստան, ընդգծելով երկկողմ շփումների կարևորությունը։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերը, նշելով, որ փոխայցերը նոր խթան կհաղորդեն համագործակցության ընդլայնմանը։ Հանդիպանը քննարկվել են երկկողմ համագործակցության լայն շրջանակ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հունիսի 30-ին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սուլխան Թամազաշվիլին ծաղկեպսակ է դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի մի բնակիչ ապօրինի պահում է զենգզինամթերք, թմրամիջոց, նաև ձեռքբերում եւ իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչք ու անակցիզ ծխախոտ։ Հունիսի 17-ին նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն փողոցում գտնվող Արմավիր քաղաքի 53-ամյա բնակչի վաճառքի կետում կատարվել է հզնություն։ Հայտնաբերվել է 16 դեղահաբ, սվինդանակ, նաև առանց ակցիզի 24 շիշ կեղծ օղի, տնային պայմաններում պատրաստված օղիով եւ կոնյակով լցված պլաստիկ 120 շիշ ու 12246 տուփ առանց դրոշմանիշի ծխախոտ։ Հետագա միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ դեղատոմսով նշանակվող դեղամիջոց դիազեպամը 53-ամյա տղամարդուն իրացրել է նրա 47-ամյա համակարգացին։ Նույն օրը 53-ամյա տղամարդը ձերբակալվել է, ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը։ Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է վառել խարույկներ չնախատեսված վայրերում։ Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում, շրջապատելով խարույկը 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով։ Բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ծխել և օգտվել բաց կրակից, վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում, կատարել չոր խոտի, խոզանի այրում, թողնել քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին։ Կառավարությունն իրազեկում է։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզան ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզանների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում է խոնավությունը, նպաստում հողում եղած օրգանական նյութերի կայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հաստ, ցավ կրծքավանդակում և շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը և բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 112 հեռախոսահամարին։